Փառք Աստծուն, սիրելի Աստծո ժողովուրդ այսօրվա համար։ Հավատում եմ, որ ձեր սրտերի մեջ այդ ուրախությունը կա, որ եկել եք Աստծո տուն, դա արդեն ուրախություն է։ Փառք Աստծուն հավիտենական անխախտ հույսի համար։ Փառք Աստծուն իր Սուրբ Հոգու հաղորդության համար եւ փառք Աստծուն այն բացված ճանապարհի համար, որով կարող ենք հետևել մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի դրվագ եմ ուզում հիշեցնել Աստվածաշնչից, երբ որ երկու տարբեր մարդիկ մոտեցան Հիսուսին եւ երկուսն էլ նույն հարցով դիմեցին նրան։ Մատթեոսի ավետարանում է գրված, ուզում եմ այսպես ներկայացնել, մեկը դպիր էր, որ մոտեցավ Հիսուսին ու ասեց. «Տեր, ուզում եմ հետևել քեզ»։ Հիսուսն ասեց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները բույներ ունեն, բայց մարդի որդին գլուխը դնելու տեղ չունի»։ Հաջորդը, որ աշակերտ էր, մոտեցավ Հիսուսին նույն հարցով, ասեց. «Բայց ուզում եմ հետևել քեզ, բայց հրաման տուր նախ գնամ իմ հորը թաղեմ, հետո նոր կգամ եւ կհետևեմ քեզ»։ Այս երկու հատվածներից կարող ենք եզրակացնել, որ Հիսուսին հետևելու համար կա երկու պահանջ։ Մեկը, որ թողնել այն ամենը, ինչ որ խանգարում է մեզ Հիսուսին լիարժեք եւ կատարյալ հետևելու համար, մյուսը, որ հետևելու դեպքում մեզ համար կարող են լինել անհարմար եւ դժվար իրավիճակներ, որոնց պետք է պատրաստ լինենք։ Բավականին հեշտ է Քրիստոսին հետևելու կոչը ընդունել ու այո ասել փրկությանը։ Բոլորն էլ ուզում են փրկվեն։ Սակայն երբ Աստծո խոսքի մեջ հանդիպում ենք պատվերների ու պահանջների, այստեղ գալիս է ընտրության պահ։ Շատ կարևոր, կամ հետ նահանջել, մերժել խոսքը, կամ համարձակվել ընդունելու ճշմարտությունը, երրորդը, որ բավականին վտանգավոր է, խոսքը ծռելով հարմարեցնել մեզ։ Այսինքն կա պատվիրան, կա պատվեր, կա խոսք, բայց այն կատարում ենք մասնակի, երբ որ հարմար է, երբ որ մեզ ձեռք է տալիս։ Իսկ երբ ուզում ենք չկատարել, պատճառաբանությունը շատ հեշտ կարող ենք գտնել։ Մարկոս ավետարան 8-րդ գլխում մի Քրիստոսին հետևելու այս առաջարկին հետևում է մի պահանջ, որը որ սթափեցնում է ընթերցողներին։ Մարկոս 8:34 խոսքն է, երկրորդ մասից կկարդամ։ Ով որ ուզում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վեր առնի եւ իմ հետևից գա։ Իսկ ինչ է նշանակում անձը ուրանալ։ Ինքնասիրությունից հրաժարվել շատ ծանրահանչում, չէ՞, բայց այստեղ մի փոքր բացատրության կարիք կա։ Ուզում եմ հարցնել, Աստծուն չճանաչող մարդու ինքնությունը ինչի վրա է հիմնված։ Բնավորությունը ապականված, մտածելակերպը ծուռ, արժեքները կեղծ, համոզմունքներում խաբված։ Մարդը պաշտպանում է այս ամենը, մեկ բառով կոչում ինքնասիրություն եւ ամեն գնով փորձում պահել իր ինքնասիրությունը։ Դե խոսքը չի վերաբերվում միայն այն մարդկանց, ովքեր որ եկեղեցում չեն, Աստծուն չեն ճանաչում, ավելի շատ այն մարդկանց, ովքեր լսել են, ընդունել են, ճանաչում են, բայց հեռանում են Աստծուց։ Դրա համար Աստծուն չճանաչող մարդու համար այսպիսի խոսք ընդունելը շատ դժվար է, գրեթե անհնար է։ Ու բացատրությունը սա է, որ մարդը այնքան է սիրում իր անձը, որ արդարացնում է իրեն մեղք գործելուց ու չի արգելում կամ զրկում իրեն ցանկության դեպքում։ Իսկ հոգևոր մարդու դեպքում այս բառը ինքնասիրությունը կարելի ասել, որ տեղին է գործածել, բնավորությունը նորոգված, մտածելակերպը Քրիստոսի միտքը ունեցող, արժեքները աստվածային, իսկ համոզմունքները Սուրբ գրքի ճշմարտությունների վրա հիմնված։ Այսպիսի ինքնություն ունեցող մարդը այլևս ոչ թե իր արժեքներն է ներկայացնում, իր ինքնասիրությունն իր եսը, այլ Քրիստոսին Տիրոջ արժեքներն է ներկայացնում եւ այսպիսի մարդը կարող է սիրի իր արժեքները եւ պարծենա այդ արժեքներով։ Կարող ենք անել հետևություն, որ այս ինքնասիրությունը տեղին է գործածել քրիստոնեական արժեքներ ունեցող մարդու դեպքում։ Իհարկե այս պատգամը հոգևոր եւ աշխարհիկ մարդկանց տարբերության մասին չի, որ անդադ շեշտում եմ, որովհետեւ Աստծո խոսքը ասում է նախ երեխաներին, նախ եկեղեցուն ուղղված պատգամ է։
Եվ սա մտորելու պատգամ է, թե որքան է իմ կյանքը փոխվել, որքան է իմ ինքնությունը փոխվել Քրիստոսին հետևելուց հետո, հազարավոր քարոզներ լսելուց հետո, բազմաթիվ գրքեր կարդալուց հետո, անձը ուրանալ, դու արդեն ինքդ քեզ չես ներկայացնում, դու Հիսուս Քրիստոսին ես ներկայացնում։ Ես առաջարկում եմ մի փորձարկում անենք, այսուհետ մեր շրջապատում, մեր շրջապատի մարդկանց հետ փորձենք Քրիստոսին ներկայացնենք։ Ոչ թե ինքներս մեզ Քրիստոսի տեղ դնենք, այլ Քրիստոսին ներկայացնող դեսպաններ լինենք։ Որովհետև հոգևոր կյանքում գործնականը ավելի հետաքրքիր է, քան տեսականը։ Որովհետև գործնականի մեջ այդ համը զգում ես, այդ հետաքրքրությունը, այդ բերկրանքը ապրում ես ու այդ ուրախությունը չկա ոչ կրոնի մեջ, կրոնավորության մեջ, ոչ գիտության մեջ, ոչ ուրիշ որևէ բանի մեջ։ Փառք Աստծուն, եկեք կարդանք միասին 2 Տիմոթեոս 3 գլխից 1-ից 5 համարները դուլ տվեք կարդանք։ Սա գիտացիր, որ հետի օրերում չար ժամանակներ կգան, որ մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից էլ հետ քաշվիր։ 18 կետից բաղկացած ցուցակ է ներկայացնում վերջին ժամանակներում ապրող մարդու նկարագիրը։ Իհարկե անժխտելի փաստ է, որ մենք ապրում ենք առաքյալի նշած վերջի ժամանակներում։ Ու որքան էլ ջանք անենք ուղիղ ճանապարհով քայլելու, միևնույնն է յուրաքանչյուր ապրող, յուրաքանչյուր մարդ ենթակա է ժամանակին ու ժամանակի թելադրանքին։ Ես իհարկե չեմ ասում, որ այս հատվածը մեզ է բնութագրում որպես վերջի ժամանակներում ապրող մարդիկ, բայց եթե ազնիվ լինենք, կարող ենք ասել, որ ոչ մեկս ապահովագրված չենք այսպիսին չլինելուց։ Որովհետև որքան էլ ապահով զգանք, ընդամենը մի քայլ է պետք մարդուն Աստծուց հեռանալու համար։ Ավելին ասեմ, դժոխք հասնելու համար էլ մի քայլ է պետք, որպեսզի մարդը հասնի։ Սա նման է աստիճանի, երբ որ բարձրանում ես, օրինակ 10 քայլ բարձրացել ես, բայց ընդամենը 1 քայլ, անզգույշ եւ սխալ քայլ, դու կարող ես հայտնվել ներքևում։ Եթե ուշադրություն դարձեցիք այս թվարկված ցուցակին, ցուցակը գլխավորում է անձնասիրությունը կամ եսասիրությունը կամ ինքնասիրություն նույն իմաստ ունեն։ Մնացած բոլոր մեղքերը, բոլոր բացասական հատկությունները կարծես թե սպասարկում են եսասիրությանը։ Այսինքն մեղքի պատվիրատուն մարդու եսն է։ Մարդու եսն է ցանկանում, որ այն մնացածը մարդը գործի։ Փաստորեն այս համարը մենք կարող ներկայացնենք օրինակ ծառի տեսքով, երբ որ իր բույնը եսասիրությունն է, իսկ ճյուղերը արդեն ամբարտավան, հպարտ, հայոյող, անհնազանդ եւ այլն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, գաղտնիք չի, որ մեղքի մասին քարոզները շատ դժվար են մարսվում, դժվար են ընդունվում, որովհետև մեղքի մասին քարոզը լուսաբանում են ծածկված բաները։ Երբ որ շատ ժամանակ ասում ենք չխոսանք, ձեռ չտանք, չմտածենք այդ մասին, մինչև տեսնենք ինչ կլինի, ոնց կլինի, բայց մեղքի մասին քարոզը բերում է լույսի մեջ, ոչ թե բերում է լույսի մեջ իրավիճակը ծանրացնելու համար, այլ լուծում տալու համար։ Եսասիրության ծառի վրա նույնանուն պտուղներ չես կարող գտնել։ Եսասիրություններ չի, այնտեղ թաքնված պտուղներ են։ Եսասիրության ծառի վրա անժուշկալություն, աննազանդություն, հեշտասիրություն եւ այլն։ Ցանկացած մեղքի լուծում կարող ես մտաբերել ցանկացած մեղք գալիս է անձը ուրանալուց։ Երբ որ մարդը իր անձը ուրանում է, մեղանչական էությունը արդեն չկա, մեղքի ցանկություն էլ չկա։ Դու նույնիսկ կարող ես մոռանալ այդ մեղքի մասին։ Երբեմն լինում է, չէ, ինչ որ մեղք ենք լսում ծանր արարք, ասում ենք ինչպես կարելի է այդպիսի բան գործել, մենք էլ այտենց կմոռանանք մեր արածները, մեր սխալները, այն դեպքում, երբ որ մեր անձը այլևս չլինի, մեր անձը ուրացած լինենք։ Եթե ինքներս մեր հետ
ու Աստծո հետ ուղիղ չլինենք, շատ հեշտ է մոլորվելը, շատ հեշտ է շեղվելը։ Մեկ անգամ ծածկեցինք մեղքը, ընդամենը մեկ անգամ մոլորությունը մեր կողքին կանգնած է։ Ընդամենը մեկ անգամից մենք խաբեցինք, մենք կեղծ եղանք, մոլորվում ենք ու եթե Ադամի պես թաքնվենք թփերի տակ, ծածկենք մեր մեղքը, մոլորությունը կգա ու եթե մարդը չապաշխարի անմիջապես հետ դառնա, իրավիճակը շատ ծանր կլինի ու գիտեք, չէ, մեղքը մի հատ մեղք չկա։ Մեկ մարդիկ կան ասում են ինձ մի հատ մեղք կա, այս մի հատը որ չանեմ, մնացածը լավ կլինի, բայց մեղքը պարտադիր փաթեթով է։ Սատանան մեղքը հատով չի վաճառում, ինքը բլոկով միանգամից տալիս է։ Եթե գողացար կխաբես, կշնանաս եւ այլն։ Մեղքերը այտենց շարանով կգնա մարդու կյանքի մեջ։ Դրա համար Աստվածաշունչը մեզ տարբեր առիթներով նույն падգամն է տալիս։ Ասում է մի խաբվեք։ Քեզ թվում է նորմալ է, բայց մի խաբվեք։ Իսկ ով է խաբվածը։ Ոչ մեկս չէ, ով է մտածում, որ ինքը խաբված է։ Ցանկացած մարդու հարցրեք, ոչ մեկ խաբված չի, բայց Աստվածաշունչը մեզ կարծես թե հակառակ խոսք է ասում Հակոբոսի թղթի մեջ առաջի գլուխ 14-ից 16 խոսքերը։ Բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկությունից հրապուրված եւ խաբված։ Եվ այսուհետև որ ցանկությունը հղացած է ծնվում է մեղք, եւ մեղքն էլ երբ որ կատարվում է, մահ կծնի։ Մի խաբվեք, իմ սիրելի եղբայրներ։ Ուրեմն մարդը ինչպես է խաբվում, գրված է իր ցանկությանը տեղ տալով խաբվում է։ Ինչ որ մեկը կարող է ասել, որ երբեք ցանկությանը տեղ չի տվել կամ տալիս։ Այս իր դերանունը անձին է վերաբերում, չէ՞, մարդուն։ Հիմա եթե իրականության մի երեսին գրված են անձի ցանկություններ, հակառակ կողմում գրված է թող քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Ուզում եմ եսի դրսևորման մի քանի օրինակներ բերել, սկսած եկեղեցի հաճախելուց։ Մարդը կարող է նույնիսկ չմտածի, որ ինքը եկեղեցի է գալիս, ոչ թե Աստծո համար, այլ ուղղակի որ տեսնեն գալիս է, որ ասեն քո կյանքը փոխվել է, բայց իրական փոփոխությունը կեղծել հնարավոր չի, որքան էլ փորձենք ձևացնել։ Հետո բամբասելը, էլի անձինողված։ Սա գործողությունն է, ինչ որ մեկին ցածրացնելու, որ այդ ֆոնի վրա ես բարձր երևամ։ Ոչ թե ես ինձ բարձրացնում եմ, այլ այդ ֆոնի վրա եմ բարձր երևում։ Հետո ծաղրելը, գործողությունն է քո անձը ավելի կայացած ներկայացնելու։ Իբր դու այն չափին ես հասել, որ կարող ես ուրիշի չափի վրա ծիծաղել։ Չեմ ուզում շատ մեղքեր թվարկել, բայց ուզում եմ եւս մեկի անդրադառնալ, որ եսասիրության, անձնասիրության բարձրագույն դրսևորումն է, դա չներելն է։ Նեղացկոտ մարդը մեծագույն խաբվածն է։ Չներող մարդը դժողքի առաջի թեկնածուն է։ Այնտեղ գրկաբաց ընդունում են չներողներին։ Չներող մարդը խաչի թշնամին է ու իր համար փրկություն չկա։ Ու սա եսասիրության դրսևորում է, չներելը։ Այնուամենայնիվ ճիշտ է թողնել, արձակել, խաղաղություն անել, սիրել, ներել ու իրար համբերել։ Առաջի Կորինթացիների թղթի մեջ Պողոս առաքյալը մի այսպիսի բան է ասում է իմ անձի օգուտը չեմ որոնում, բայց շատերինը որ փրկվեն։ Երբ որ ես իմ անձի օգուտն եմ որոնում, իմ համար լավ է, բայց ես մենակ եմ մնում։ Ես ինչ որ բան մենակ եմ վայելում, բայց կարանք խոստովանենք, որ մենակ վայելել չկա։ Մենակ հաց ուտելն էլ հետաքրքիր չի, տեղ գնալն էլ, հանգստանալն էլ եւ այլն։ Մենակ այն չի։ Բայց երբ որ դու շատերի համար քո անձը դնում ես, մի օր այդ շատերը քո համար օրհնություն է լինում։ Ու դու մենակ չես լինում։ Անձը ուրացած մարդու օրինակ գիտեք որ մարդիկ են, որ Տեր Հիսուսն ասում էր, երբ որ դու իրանք ասես արի մի մղոն գնանք, ինքը կասի ես երկուսն էլ կգամ քո հետ, երբ որ դու կասես շապիկը տուր, ինքը կասի բաճկոնս էլ կտամ քեզ, երբ որ դու իրա մի այտին ապտակես, ինքը մյուսն էլ դեմ կտա, սա անձը ուրացած մարդու վարմունք է, բնավորություն է, դրսևորում է ու Տեր Հիսուսը պատահական չէր ասում։ Դրա համար փաստորեն ամեն բան գալիս է նախ անձը ուրանալուց։ Եվ
Սրա լավագույն օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսը ցույց տվեց Ֆիլիպեցիների թղթի մեջ գրածա, որ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, բայց իր անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առավ, մարդու պես եղավ ու մարդու կերպարանքով գտնվեցավ, որ շատերին շահի, որ եկեղեցի շահի, որ սերունդ ունենա, որ ինձ ու քեզ ունենա։ Դրա համար եկեք փառք տանք Աստծուն, եկեք գոհանանք Աստծուց, եկեք կանգնենք ոտքի, շնորհակալ լինենք Տիրոջից, որ իր անձը դրեց, որ մենք ունենանք, մենք էլ նույն օրինակով պիտի մեր անձերը դնենք զոհասեղանին։ Փառք ես Տեր ջան։ Փառք ես մեր ամենակարող Թագավոր։ Օրհնում ենք քո անունը, մեր սքանչելի Հիսուս։ Շնորհակալ ենք, որ քեզ ունենք, Տեր ջան։ Շնորհակալ ենք, որ մեզ առար քո թևերի հովանու տակ, որ մեզ օրինակ եղար, որ մեզ առաջնորդ եղար, որ մեզ պաշտպան եղար։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Եկել ենք քո առաջ խոնարհվելու, Հայր։ Մենք հասկանում ենք, Հայր, որ մինչև մենք չխոնարհվենք մինչև վերջ, մինչև չուրանանք մեր անձերը, մինչև վերջ չեն կարողանա հետևել քեզ, բայց մենք քեզ հետևելու կարիք ունենք։ Ամեն մեկս փրկության կարիք ունենք։ Ու չենք ուզում ինքներս մեզ խաբենք ոչ մի անգամ, Հայր։ Մենք ուզում ենք պարզ երեսով ամեն օր գանք քո առաջ, Հայր, խոստովանությամբ, բաց սրտով, որ քո առաջ ապրենք ու վարվենք ու կատարյալ լինենք, եւ դու ամեն մեկիս կյանքով ուրախանաս, եւ մեր փրկությունը իրական լինի, Հայր։ Շնորհակալ ենք։ Թող ամեն մեկիս փրկությունը իրական լինի, այս ժողովրդի փրկությունը իրական լինի, Հայր։ Թող ամեն մեկս, Հայր, մի օր գանք քո արքայության մեջ, Հայր ջան։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք օրհնյալ Թագավոր, գոհանում ենք քեզանից, մեծարում ենք անունդ, որ արժանի ես ամեն պաշտամունքի, ամեն փառքի, Հայր։ Սրտան շնորհակալ ենք Հիսուս ջան։ Ամեն։